Մանկությունը անցել է այդ արշավների տակ։ Դրանից բացի ես կշեշտեմ, որ այնքան գունեղ մարդիկ էին իմ տատիկն ու պապիկը, հայ որդին եւ Երգինեն, որ հենց այդտեղից էլ ձևավորվեց հայրիկի վառ անհատականությունը։ Բացի նրանից, որ հայ որդին աշխատել էր անգլիացիների մոտ խոհարար, ռեստորանում, Հալեբում, դրանից հետո, երբ որ եկան Վանաձոր, նա տատիկի քրոջ հետ մի գործ սկսեցին այդ պատերազմային վատ տարիներին, պատերազմից հետո համաշխարհային, որ երկուսով դարձան համար մեկը Վանաձորում, որոնք մշակում էին ֆոտոնկարներ։ Եվ բոլոր այդ մահացածների նկարները բերում էին այդ մարդիկ, որպեսզի մեծացվեն, գեղեցկացվեն, ռետուշ էր արվում ձեռքով։ Այդ մարդը բացեց հետագայում Վանաձորի համար մեկ լուսանկարչատունը, որը կոչվում էր Ծիածան, եւ դարձավ իրոք համար մեկը։ Նա այնպիսի մի ստուդիա էր բացել, որ ամբողջ Վանաձորը այնտեղ էր գնում, եւ այդտեղից էլ սկիզբ առավ փաստորեն լուսանկարչությունը, որը կերպարվեստի հիմքերից մեկն է, ունի այն բոլոր սպեկտրերը, չէ, որից ձևավորվում է գեղանկարչությունը, հիմքը դրվեց փաստորեն պապիկով։ Իսկ տատիկս այնպիսի գունեղ կերպար էր, նա շատ սիրում էր երգել, անուշիկ մեղմ ձայն ուներ, եւ այդ օրորցայինները, այդ երգերը հայկական ժողովրդական, որ նա էր մատուցում իր նուրբ ձայնով, այդպես է քնացնում իր բարիկներին։ Փաստորեն այդ ամենը, այդ կոլորիտը լուսանկարչության եւ երգերի հայ մտան այդ երեք տղաների մեջ։ Երեքն էլ կյանքի ընթացքում փոքր հորեղբայրս էլ դարձավ գեղանկարիչ, իսկ միջնեկ հորեղբայրը Գրիգորը ինժեներ մեխանիկ էր, որը էլի սկսեց նկարել վերջում արդեն։